Ջերմ հյուրընկալություն ու անվտանգային բարձր մակարդակ, համադրություն, որն այս տարի գրավել է միլիոնավոր այցելուների զբոսաշրջային ուղղություններից ընտրելու Հայաստանը։ Մենք Հունաստանից ենք եւ շատ ենք գալիս այստեղ։ Մեզ շատ է դուր գալիս, ամեն ինչ հրաշալի է։ Առաջին տպավորությունս իսկապես լավն է։ Հայերն իսկապես լավն են, երկիրը գեղեցիկ է, հարուստ պատմությամբ եւ դրա համար ես սիրում եմ այստեղ գալ։ Շատ բարեհամբույր եւ բարեսիրտ ժողովուրդ է, կարելի է յուրաքանչյուրին կանգնեցնել փողոցում ցանկացած հարցով եւ բոլորը կփորձեն օգնել, խորհուրդ տալ։ Մեզ շատ դուր եկան մարդիկ, նրանց վերաբերմունքը, եթե հարց ենք տալիս կամ օգնության դիմում, հաճույքով օգնում են։ Միջազգային վարկանիշներում ներկայացվածությունը ևս արտացոլում են մեր երկրի անվտանգային մշակույթն ու զբոսաշրջային գրավչությունը։ Այս տարի միջազգային հայտնի պարբերականը, որը ամեն տարի հարցումներ է իրականացնում եւ հրապարակում, թե որ երկրներն են համարվում ամենաանվտանգը, Հայաստանը դիրքավորել էր 8-րդ տեղում։ Անվտանգությունը մեր կենսակերպի մեջ է, մեր վարվելակերպի մեջ է եւ մարդիկ իրապես Հայաստանում իրենց անվտանգ են զգում։ Ես շատ երկրներ եմ ճամփորդել եւ որոշ եվրոպական երկրներում անգամ, օրինակ եվրոպական քաղաքներից նշեմ Բարսելոնայում, զբոսաշրջիկների հեռախոսին ծանոթություններ են գալիս այն մասին, որ պետք է ուշադիր լինել անձնական իրերի, պայուսակի նկատմամբ, դրանք զբոսաշրջիկները իրենց մոտ պահեն։ Բարեբախտաբար Հայաստանում նման ծանոթությունների կարիքը չկա։ Զբոսաշրջիկների համար անվտանգային պայմանները նախընտրած երկիր այցելելու ընտրության հարցում կարևոր չափանիշներ են։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ զբոսաշրջիկներն իրենց անվտանգ են զգում։ Ոչ մի պահ քեզ օտար չես զգում։ Մենք այստեղ մեզ լիովին անվտանգ ենք զգում եւ գիտեք, կարող եմ ասել, որ մենք դեռ չենք եղել Հայաստանի այլ քաղաքներում, բայց Երևանը որպես մայրաքաղաք պարզապես բարձր մակարդակի վրա է։ Սա իսկապես եվրոպական քաղաք է, հարմարավետ ու անվտանգ։ Ինձ անվտանգ եմ զգում, լիովին անվտանգ։ Ոստիկանության ծառայողներն ու անվտանգության աշխատակիցներն ամենուր են, օրինակ տեսարժան վայրերի մոտ, հրապարակներում, խանութների մոտ, սա զբոսաշրջիկներին ապահովություն է ներշնչում։ Անվտանգային միջավայրի վերաբերյալ զբոսաշրջիկների գնահատականը թվերով։ Առնվազն 9 կամ 10։ 9 9 Գնահատում եմ 10-ից 10։ Իրադարձային туриզմը, որ իրականացնում է զբոսաշրջության կոմիտեն, անցնում են առանց լուրջ միջադեպերի եւ պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, ներքին գործերի նախարարության, որոնք զգոն են եւ միշտ աջակցում են մեզ այդպիսի մեծ մարդաշատ միջոցառումների անցկացման համար։ Զբոսաշրջիկները նշում են, որ հատկապես գիշերային ժամերին անվտանգության առումով Երևանը գերազանցում է նրանց այցելած բազմաթիվ քաղաքների, ինչը ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր ծառայությունների համակարգված եւ արդյունավետ աշխատանքի ցուցիչ է։ Ոչ բոլոր քաղաքներում զբոսաշրջիկը կարող է իրեն գիշերը ապահով զգալ, առավել եւս գիշերային ժամերին, սովորաբար զուշացնում են 11-ից հետո դուրսը չգտնվել եւ այլն, իսկ Երևանում եւ մյուս մեր բոլոր այցելավայրերում գիշերային կյանքը կամ գիշերը զբոսնելը, վրանում ապրելը ոչ մի խնդիր չի առաջացնում զբոսաշրջիկի համար։ Ըստ Condé Nast միջազգային հեղինակավոր ճանապարհորդական պարբերականի Երևանը աշխարհի 10 լավագույն գիշերային կյանքով քաղաքների շարքում 7-րդն է։ Կարող եմ ազատ շրջել թե գիշերը, թե ցերեկը առանց որևէ խնդիրների, նույնիսկ կարող եմ միայնակ քայլել։ Անցած գիշեր մինչև ժամը 1-ը միայնակ դրսում եմ եղել եւ քայլել եմ դեպի հյուրանոց, իսկապես անվտանգ էր։ Այստեղ կարող ես անգամ գիշերը դուրս գալ։ Մենք կարող ենք երեխաների հետ հանգիստ զբոսնել քաղաքում։ Մենք իսկապես մեզ ապահով ենք զգում։ Ժամանել ենք առավոտյան ժամը 5-ին, դեռ մութ էր, քայլելիս հանդիպեցինք ոստիկանների, որոնք մեզ ճանապարհ ցույց տվեցին։ Զբոսաշրջիկների արձագանքները փաստում են, որ Հայաստանը տեսնելու, զգալու եւ անվտանգ ճամփորդելու երկիր է։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է առաքելությունը, բոլոր ջանքերը ներդնելով մեր երկիր այցելողների առավել անվտանգ հանգիստը երաշխավորելու ուղղությամբ։
Ներքին գործերի նախարարությունը անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել։ Որպես ներքին անվտանգության ապահովման պատասխանատու, նախարարությունը հետևողական է, որպեսզի ոստիկանության ծառայողներն անձնական տվյալների հետ աշխատելիս առաջնորդվեն բացառապես օրենքի պահանջներով։ Այդ համատեքստում ոստիկանության ծառայողների համար մշակվել են անձնական տվյալների պաշտպանություն եւ անձնական տվյալների պաշտպանությունը ոստիկանության գործողությունների ընթացքում ուղեցույցները, նաեւ ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը։ Ուղեցույցի նպատակը առավել պարզ, մատչելի տարբերակով, սխեմաների միջոցով, պրակտիկ օրինակների միջոցով ներքին գործերի նախարարության աշխատակիցներին ծանոթացնելն է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությանը եւ դրա կիրառման կանոններին, առանձնահատկություններին։ Էմիլ Մարգարյանի խոսքով ոստիկանության ծառայողներն ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են անձնական տվյալների հավաքագրմանն ու մշակմանը, ուստի ուղեցույցը անձնական իրավունքների պահպանման եւ ոստիկանության գործառույթների պատշաճ իրականացման համար կարևոր նշանակություն ունի, միաժամանակ նպաստելով իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ Հատկապես շեշտադրվել է, որ անձնական տվյալները դրանց վնասումը կամ ոչ ճիշտ իրականացումը կարող է վնաս պատճառել անձի նաեւ մի շարք այլ իրավունքների, դրանից ելնելով ել ավելի է կարևորվում նման ուղեցույցի ստեղծումը եւ կիրառումը։ Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը բարձր ռիսկային իրավիճակներում ուժի կիրառման, կարգավորող իրավական դաշտի, համաչափության անհրաժեշտության վերաբերյալ համալիր ձեռնարկ է, որի մշակման աշխատանքներին ներգրավվել են կրթահամալիրի եւ ոլորտի լավագույն մասնագետները։ Պատրաստվել է համապատասխան ուղեցույցը, որ էլի սխեմատիկ տարբերակով առավել պարզ շարադրմամբ հնարավորություն է տալու, որպեսզի ոստիկանության տարբեր ստորաբաժանումները իրենց գործառույթները առավել պատշաճ եւ մատչելի իրականացնեն։ Ձեռնարկները միտված են ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, գործառույթային պարտականությունների առավել պատշաճ կատարմանը եւ քաղաքացիակենտրոն մոտեցումներով առաջնորդվելուն։ Դեկտեմբերի 16-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում։ Toyota-ի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցում երթևեկում էր հանդիպակաց, ստեղծելով վթարային իրավիճակ։ Նույն կերպ վարում էր նաև Հրաչյա Քոչարի փողոցում։ Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ Toyota-ն հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին եւ 20-ին Երևանի եւ մարզերի հաշվառման քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր ժամը 9-ից մինչև 18 ներառյալ։ Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել roadpolice.am հարթակի, ինչպես նաև Early One Mobile հավելվածի միջոցով եւ սպասարկվել իրենց հարմար ժամերին։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։
Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։